Ապրիլի 12-ին հայ ավետարանչական կենտրոնում բացվեց հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին և հայ ավետարանական հոգևորականների գործունեությունը ցեղասպանության տարիներին խորագրով ցուցահանդեսները։ Ներկայացված ցուցադրությունները ընդգրկում են 100-ից ավելի լուսանկարներ, որոնք իրենց բովանդակային և պատկերագրական առումով բացառիկ տեղեկություններ են հաղորդում հայոց ցեղասպանության վերաբերյալ և Մերձավոր Արևելքի հայ ավետարանական հոգևորականների դերի Սիրիա տարագրված հայերի փրկության գործում։ Ցուցադրություններին ծանոթանալուց հետո հրավիրվածները հասարակական կազմակերպությունների և հայրենակցական միությունների ներկայացուցիչներ, գրողներ, հայ ավետարանչական ընկերակցության և հայաստանյաց ավետարանական եկեղեցու աշխատակիցներ, ծառայողներ, լրագրողներ, հյուրեր արտերկրից ունկնդրեցին դասախոսություն Հալեպի առաջնորդարանի մարդասիրական միջամտությունը հայոց ցեղասպանության առաջին հանգրվանի ժամանակ և ցեղասպանության տարիներին հայ ավետարանական հոգևորականների դերը Սիրիա տարագրված հայերի փրկության գործում թեմաներով։ Բանախոսներ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի Նորթրիջ նահանգային համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրերի ղեկավար դոկտոր պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանը։ Բանախոսն իր խոսքում անդրադարձավ հայ առաքելական և հայ ավետարանական եկեղեցիների հոգևորականների գործունեությանը Սիրիա տարագրված հայերի փրկության գործում, ունկնդիրներին հնարավորություն ընձեռելով խորությամբ ծանոթանալու մեր ազգի պատմության ամենասարսափազդու շրջանում Մեծ Եղեռնի տարիներին այն քաջարի հոգևորականների գործին, ովքեր իրենց կյանքի գնով արեցին ամեն բան փրկելու գերեվարված հայրենակիցներին։ Անդրադառնալով հայ ավետարանականների դերին, դոկտոր Շեմմասյանը նշեց մի քանի անուններ։ Պատվելի Տիգրան Անդրեասյանն է, հուլիսի վերջը 1915-ի Մուսալերան ժողովուրդը ստացավ արտաքսման կամ դարակրության հրահանգ։ Երկրորդը սակայն վճռած էր լերպարսանալ և թիմադրել։ Այդ խումբին գլխավոր չադակովներեն կամ այդ տեսակետին գլխավոր չադակովներեն մեկը պատվելի Տիգրան Անդրեասյանն էր։ Ոչ միայն այդ, այլ նաև անհղացավ երկու բան։ Մեկ բաստարը պատրաստել, վրան անգլերեն լեզվով, կարմիր քիրերով գրել Christians in Distress Rescue, քրիստոնյաներ վտանգի մեջ փրկեցեք կամ փրկեցեք մեզ։ Երկրորդ գաղափարը կարմիր խաչի գաղափարն էր եւ այդալ պիտի վերը դերան վրա իրագործվեն այս երկուքը։ Պատվելի Արոն Շիրաջյան Գիլիգիո Մարաշ քաղաքի հոգևոր հովիվ էր եւ դարակրվեցավ թեպի Հալեբ։ Երբ դարակրվեցավ իբրև իր հոգևոր եղբայրներուն նման անցնուրած նվիրվեցավ իր հայ ազգի փեգորներու ազատագրման աշխատանքին։ Երբ եկավ Հալեբ հուլիս 31-ին, հազիվ Հալեբ ասած 1915-ին հիմնեց որբանոց եւ դարձյալ գսեմ առանցին չգար մանավանդ թուրք գործակալներ գահալած էին բոլոր հայերը մանավանդ նաեւ ղեկավարները 1913-ին Պատվելի Էսկիջյան հրավեր ստանալով քեսաբեմ մեկնեցավ Հալեբ հոնհովություն կատարելու հայ ավետարանական եկեղեցու փեմեն։ Եվ այդ ժամանակ է որ անշուշտ 1915-ին դեղահանությունները կատարվեցան եւ ինքը բացառիկ վարչական կարողություններով օժտված իբրև անց մեծ աշխատանք տարավ, որ անմիջապես կարենար այս եկվորներուն օգնության հասնել։ Պատվելի Էսկիջյան հաջողեցավ ընդհատակյա ցանցը underground պամը, սենտե web-ը ստեղծել Հալեբեն մինչև դերձող երկարող։ Ասիկա անշուշտ փորված չէ ֆիզիկական իմաստով չէ մստեր, բայց հանգրվանային սենտե ճանապարհ մներ յուրաքանչյուր հանգրվանի կորձակալ մզետեղելով նվազ կհասցնեին, տրամ կհասցնեին, լուր կբերեին եւ այլն եւ այլն։ Դոկտոր Շեմմասյանի ելույթից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան։ Ավարտին բանախոսը ներկայացրեց վերապատվելի Տիգրան Անդրեասյանի Զեյթունի տարագրությունը և Սվեդիայի ապստամբությունը գիրքը, որը հրատարակել է Հայ ավետարանչական ընկերակցությունը հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում։ Դոկտոր Շեմմասյանը, որը գրել էր գրքի առաջաբանը, իր խոսքում նշեց. Երբ մուսալերցիկ Ֆորսայիդ հասան 1915-ի սեպտեմբերին, հաջորդ ամիս հոկտեմբերին Պատվելի Տիգրան Անդրեասյան Կահիրեի ամերիկյան առաքելության սրահի մեջ թրքերենով դասախոսություն մտավ իրենց ոտիսականին մասին։ Եվ
Steven Trowbridge admissionare որոնք ակնարկեցի քիչ առաջ հոներ ամիջապես քրի արավ անգլերենի վերածեց բարակ ասանք բրոշյուրի կամ քրկույգի մցեվով եւ գարտնագարներու հետ միասին գրգեց Միացյալ Նահանգներ ինչպես նաեւ Եվրոպա Գրքին ներկայացումից հետո հայաստանյաց ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը օշնության աղոթք մատուցեց Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց դոկտոր Շեմմասյանին եւ շեշտեց, որ վերջինիս ներկայությունը Հայաստանում խթան հանդիսացավ, որպեսզի ներկայացվեն կղերականների դերը ցեղասպանության տարիներին, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում անցկացված ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը խորագրով գիտաժողովի շրջանակներում Հարութ Ներսեսյանը դոկտոր Վահրամ Շեմասյանին հանձնեց շնորհակալագիր եւ նվեր։ Մինչ դասախոսությունը հայ կոմպոզիտորների գործերի կատարումներով ելույթ ունեցավ հայ ավետարանչական ընկերակցության եւ հայաստանյաց ավետարանական եկեղեցու Հովանու ներքո գործող փոքրիկ վիրտուոզներ երաժշտախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Երևանի Կոմիտասի անվան երաժշտանոցի դասախոս դոցենտ Արմենուհի Կարապետյանը։ Երեկոն վարում էր հայ ավետարանչական ընկերակցության մամուլի եւ հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը։